Եկեք մի պահ պատկերացնենք մի հարսանիք, որտեղ ամուսնության առաջարկությունն արվում է գաղտնի, պայմանագիրը ստորագրվում է հացով, իսկ ամբողջ տոնակատարությունը լի է խորհրդանշական անհավանական ծեսերով։ Դե ինչ, այսօր մենք միասին կբացահայտենք հայկական ավանդական հարսանիքի իսկապես զարմանալի աշխարհը։ Դե լավ հարց է, չէ՞։ Ինչպես կարելի է ամուսնության առաջարկություն անել առանց իրականում հարց տալու։ Պարզվում է, որ ամեն ինչ սկսվում է ոչ թե ռոմանտիկ հարցից, այլ գաղտնի բանակցությունից։ Ու դա էլ հաճախ տեղի էր ունենում գիշերվա քողի տակ։ Այո, այս գաղտնի գրեթե դիվանագիտական գործընթացը կոչվում էր խնամախոսություն, բայց եկեք չշփոթենք, սա ուղղակի միջնորդություն չէր։ Սա մի ամբողջ արվեստ էր իր խիստ չգրված օրենքներով։ Ու պատկերացրեք, սա սովորական զրույց չէր։ Խոսքը շատ բարձր խաղադրույքներով բանակցության մասին էր, որտեղ սխալվելու տեղ ուղղակի չկար։ Ինչու՞, որովհետև մերժումը կարող էր լրջորեն վնասել ոչ միայն փեսացուի, այլև նրա ողջ ընտանիքի հեղինակությանը։ Այդ պատճառով էլ հարսի հայրը երբեք, լսում եք, երբեք առաջին այցից չէր համաձայնում։ Դա վատ նշան կհամարվեր։ Կարծես աղջիկը թերություններ ունի։ Այստեղ ամեն ինչը կապված էր պատվի հետ։ Հասկանալի է, որ այսքան նուրբ իրավիճակում ուղիղ ոչ ասելը կարող էր ուղղակի վիրավորական լինել, նույնիսկ վտանգավոր։ Հենց դրա համար էլ ժամանակի ընթացքում մշակվել էր մի ամբողջ գաղտնալեզու։ Օրինակ, եթե լսում էին պետք է հորեղբորդ խորհրդակցենք, դա նշանակում էր դե լավ, այս անգամ չստացվեց, բայց գուցե մի փոքր ուժ նորից փորձեք։ Իսկ ահա նրանք դեռ շատ երիտասարդ են արտահայտությունը, վերջնական ու անբեկանելի մերժում էր։ Վերջ, թեման փակված է։ Լավ, ենթադրենք գաղտնի բանակցությունները հաջողությամբ են պսակվում։ Ինչպես էին ամրագրում համաձայնությունը։ Ոչ, թղթով ու թանակով, գործարքը կնքվում էր մի բանով, որը շատ ավելի կարևոր էր ու սուրբ։ Այո, խոսքը հացի մասին է։ Մի նայեք, որ սա ուղղակի հաց է։ Հայկական ավանդույթի մեջ հասարակ լավաշը կարող էր դառնալ ամուսնական համաձայնության հիմքը, ամենաամուր պայմանագիրը։ Իրականում լավաշը միանգամից մի քանի շատ կարևոր դեր էր տանում։ Առաջին հերթին դա իհարկե նախահարսանեկան խնջույքի ու տոնախմբության առիթ էր։ Երկրորդ, դա երկու ընտանիքների միջև կնքված պարտավորեցնող պայմանագիր էր։ Եվ երրորդ, դա օրհնություն էր ուղղված զույգի ապագային։ Այսինքն սովորական սնունդը վերածվում էր հզորագույն խորհրդանիշի։ Շատ դիպուկ է ասված, այս գործողությունը հավասարազոր էր ամուսնական պայմանագիր ստորագրելուն եւ նշանակում էր, որ այսուհետև նրանք միմյանց հետ են կիսելու իրենց հացը։ Պատկերացնում եք, որոշ տեղերում հարսի ու փեսայի հայրերը քահանայի առաջ հաց էին կիսում։ Սա արդեն ուղակի ավանդույթ չէր, սա անխախտելի երդում էր, խոստում։ Դե ինչ, համաձայնությունը կա, հացը կիսված է։ Հիմա արդեն հարսանեկան նախապատրաստությունների ժամանակն է, ու այստեղ էլ ամեն ինչ շատ հետաքրքիր է։ Հարսնացուն ու փեսացուն սկսում են իրենց առանձին, բայց շատ խորհրդանշանական ճանապարհները դեպի միասնական կյանք։ Ինչպես տեսնում եք, նրանց ուղիները զուգահեռ էին, բայց շատ տարբեր։ Փեսացուի ճանապարհը ցիսական լողացումն էր, մի տեսակ հրաժեշտ ամուրի կյանքին իր քավորի գլխավորությամբ, իսկ հարսնացուի ճանապարհը արարողակարգային հագուստներն էին, խորհրդանշական մուտքը դեպի կանացիություն, իր կին ազգականների առաջնորդությամբ։ Երկու տարբեր աշխարհներ, որոնք պատրաստվում էին միավորվել։ Եկեք մի փոքր ավելի մանրամասն խոսենք փեսացուի ճանապարհից։ Ամենակարևոր դերը այստեղ քավորինն էր։ Հենց նա էր կազմակերպում ծիսական լոգանքը, որը խորհրդանշում էր, թե ինչպես է փեսացուն մաքրվում իր ամուրի անցած կյանքից։ Հենց քավորի տանն էլ նա հագնվում էր։ Իսկ նրա ամենամոտ ընկերը Ազապ Պաշին կրում էր մի շատ հետաքրքիր բան՝ հարսանեկան ծառ, որը զարդարված էր ուռենու ճյուղերով, որպես պտղաբերության խորհրդանիշ։ Իսկ հարսնացուի մոտ ամեն ինչ այլ էր։ Նրա նախապատրաստությունը մի իսկական համայնքային իրադարձություն էր։ Նրան հագցնում էին ոչ թե իր, այլ փեսացուի կին ազգականները, եւ այդ պատիվը սովորաբար տրվում էր մի երիտասարդ մոր, ում առաջնեկը տղա էր։ Սա էլ իր խորհուրդն ուներ։ Նրա մազերը հյուսում էին, ինչը խորհրդանշում էր հասունությունը, իսկ մյուս կանայք այդ ընթացքում ավանդական գովքի երգեր էին երգում։ Իրականում սա ողջույն էր դեպի նոր ընտանիք։ Փեսացուի նախապատրաստման գործընթացում կար մի շակ հզոր, գուցե նաև մի փոքր դաժան թվացող ծես՝ եզմորթուկը։ Սա ցուլի ծիսական մորթն էր, որի մսով պետք է կերակրվային հարսանիքի հյուրերը։ Իսկ առաջին հարվածը պետք է հասցներ հենց փեսացուն, որին այդ պահին անվանում էին թագավոր։ Ցուլը իհարկե պտղաբերության եւ առատության հզորագույն խորհրդանիշն էր եւ սրանով փեսան ցույց էր տալիս, որ ինքն է այդ առատությունը բերելու իր նոր ընտանիք։ Եվ ահա բոլոր նախապատրաստություններն ավարտված են։ Վերջապես հասնում է հենց հարսանիքի օրը, իսկ դա նշանակում է աղմուկ, ուրախություն, երգ ու պար եւ իհարկե մի քիչ էլ չարաճճի ավանդույթներ։
Դե ամեն լավ տոնախմբությանը մի փոքր խառնաշփոթ ու զվարճանք է պետք, այնպես չէ։ Հայկական հարսանիքում այդ դերը վերապահված էր աղվեսին։ Սա հարսանիքի, այսպես ասած, պաշտոնական խարդախն էր, փեսացուի ընտանիքից ընտրված մի սրամիտ ու ճարպիկ տղա, որը շատ կարևոր առաքելություն ուներ։ Ուրեմն լսեք, թե ինչ պետք է աներ աղվեսը։ Նրա առաքելությունը 3 մասից էր բաղկացած։ Նախ նա պետք է ինչ-որ կերպ ներթափանցեր հարսի տուն ու այնտեղից մի հավ գողանար։ Երկրորդ, հենց նա էր հայտարարում, որ փեսացուի խումբը պաշտոնապես ժամանալու է։ Եվ երրորդ, նա պետք է վազեր ու մրցեր բոլորի հետ, որպիսի առաջինը հասնի ու փեսայի մորնավետի բարի լուրը։ Իսկական մարտահրավեր, որը հենց սկզբից ողջ հարսանիքին մեծ էներգիա էր հաղորդում։ Բայց զվարճանքը սրանով չէր սահմանափակվում, որպեսի լուրջ արարողությունները մի փոքր թեթևանային, կար մի շատ սիրված ավանդույթ։ Փեսացուի ծնողները բոլորի աչքի առաջ կռիվ էին բեմադրում, ու գիտեք ով էր միշտ հաղթում։ Իհարկե մայրը։ Սա խնջույքի ամենասպասված պահերից էր ու բոլոր հյուրերին անչափ ուրախացնում էր։ Լավ, բայց մի մտածեք, թե երբ հյուրերը գնում էին տուն, հարսանիքն ավարտվում էր։ Ոչ։ Կարելի ասել ամենակարևոր, ամենաինտիմ քայլը դեռ առջևում էր։ Տեսեք, անցումը դեպի ամուսնական կյանք աստիճանական էր։ Առաջին օրը եկեղեցական արարողություններ ու մեծ տոնախմբությունը, բայց հետո 3-ից 7 օր անց տեղի էր ունենում պսակ հանելու արարողությունը։ Եվ միայն դրանից հետո էր, որ զույգը համարվում էր լիարժեք ամուսնական զույգ։ Այսինքն, ամեն ինչի հանգուցալուծումը սա էր։ Միայն այն բանից հետո, երբ քահանան հանդիսավոր կերպով հանում էր նրանց գլխից իսական կարմիր ու կանաչ թելերը, պսակները, նոր միայն զույգը կարող էր իրապես ամբողջությամբ սկսել իրենց համատեղ կյանքը։ Մինչ այդ նրանք դեռ անցումային փուլում էին։ Եվ այս ամբողջ պատմությունը, այս խորը խորհրդանշական ավանդույթները մեզ կանգնեցնում են մի շատ հետաքրքիր հարցի առաջ։ Արդյոք մեր ժամանակակից գեղեցիկ հարսանիքների աշխարհում մենք ինչ-որ բան չենք կորցրել ճանապարհին։ Գուցե համայնքի զգացողությունը, ծեսի ու խորը իմաստի կարևորությունը։ Սա արդեն մի հարց է, որի շուրջ կարծում եմ արժե մտածել։